Հազարավոր տարիներ մարդիկ նայել են գիշերային երկնքին։ Մենք միշտ հետաքրքրվել ենք աստղերով ու մոլորակներով։ Ինչ կա մեր աշխարհից այն կողմ։ Տիեզերքը հսկայական, լուր ու շատ խորհրդավոր վայր է։ Այն լի է անհավանական հրաշալիքներով ու խորիմաստ հարցերով։ Այս անծայրածիր անհայտությունը մշտապես գրավում է մեր ընդհանուր մարդկային հետաքրքրասիրությունը, մղելով մեզ ուսումնասիրելու և հասկանալու։ Այն կանչում է արկածախնդրին յուրաքանչյուրիս մեջ։ Տիեզերագնացներն այն աներևակայելի խիզախ մարդիկ են, ովքեր ուղևորվում են այս վերջին սահմանագից։ Նրանք մեր պատվիրակներն են։ Մեր աչքերն ու ականջները տիեզերքի սառը դատարկության մեջ։ Նրանք մարմնավորում են մարդկության խորը ձգտումը, ուսումնասիրելու, սահմանները հաղթահարելու և տիեզերքում մեր տեղը հասկանալու։ Նրանց առաքելություններին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Այս ուղևորությունները հիացմունք, զարմանք և համամարտկային ձեռքբերման զգացում են ներշնչում, անկախ ազգերից ու մշակույթներից։ Մեր երկիրը տիեզերքից դիտելը խորապես փոխում է տիեզերագնացին։ Շատերը խոսում են նրա շունչ կտրող գեղեցկության մասին, վառ կապույտ մարմարի պես, որը ներբորեն կախված է տիեզերքի անծայրածիր խավարում։ Նրանք նաև նկարագրում են դրա փխրունության ու փոխկապակցվածության հանկարծակի, հզոր գիտակցումը։ Այս եզակի հեռանկարը, որը հաճախ անվանում են համայնապատկերային էֆեկտ, թանկարժեք ու փոխակերպող նվեր է, որը նրանք բերում են երկրի վրա գտնվող մեզ բոլորիս։ Այս տեսանյութում մենք կխորանանք տիեզերագնացների կարևոր ու բազմակողմանի դերի մեջ տիեզերքի հետազոտության ոլորտում։ Մենք կուսումնասիրենք, թե ինչպես է նրանց անմիջական մարդկային ներկայությունը կենսականորեն կարևոր երկրից հեռու բարդ գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ Մենք կառանձնացնենք նրանց ամենազարմանալի ձեռքբերումներից մի քանիսը և այն առանցքային առաքելությունները, որոնք ընդլայնել են մեր մտահորիզոնները։ Ի վերջո, մենք կհասկանանք, թե ինչու են տիեզերագնացներն այդքան անչափ կարևոր տիեզերքի մասին մեր գիտելիքներն ընդլայնելու համար։ Որոշ մարդիկ հաճախ հարցնում են, ինչու ենք մենք այդքան շատ միջոցներ ներդնում մարդկանց տիեզերքի դաժան, աններող միջավայր ուղարկելու համար։ Ճիշտ է, ռոբոտացված սարքերն ու մարսագնացները կարող են ինքնուրույն շատ ուշագրավ բաների հասնել։ Նրանք կարող են ապշեցուցիչ, մանրամասն պատկերներ ստանալ և ջանասիրաբար նմուշներ հավաքել հեռավոր մոլորակներից ու լուսիններից։ Հոբոտներին նաև պետք չեն կյանքի ապահովման այն բարդ ու ծանր համակարգերը, որոնք անհրաժեշտ են մարդկանց, ինչպիսիք են շնչելու օդը, ջուրը և սնունդը։ Սակայն, մարդ տիեզերագնացներն ունեն եզակի կարողություններ, որոնք ռոբոտները ներկայումս չեն կարող կրկնօրինակել, կամ նույնիսկ մոտենալ դրանց։ Մարդիկ ունեն անհավանական, բնածին ունակություն ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու, երբ բախվում են անհայտի հետ։ Նրանք կարող են լուծել անսպասելի խնդիրները դրանց առաջացման պահին, ինչը սովորական երևույթ է բարդ տիեզերական առաքելությունների ընթացքում։ Տիեզերագնացները կարող են զարմանալի արագությամբ, ճկունությամբ և հնարամտությամբ հարմարվել նոր ու անկանխատեսելի իրավիճակներին։ Այս մարդկային գործոնը կենսական նշանակություն ունի հաջողության համար։ Առաքելության ընթացքում տիեզերագնացները կարող են իրական ժամանակում բարդ, նրբերանգ որոշումներ կայացնել, օգտագործելով իրենց դատողություն ու փորձը։ Եթե կարևոր փորձի ընթացքում անսպասելի խնդիր կամ սարքավորման խափանում է տեղի ունենում, նրանք հաճախ կարող են ախտորոշել խնդիրը և փորձել տեղում վերացնել այն։ Եթե նրանց առջև բոլորովին անկանխատեսելի երևույթ կամ հնարավոր նոր հայտնագործություն է հայտնվում, նրանք կարող են իրենց ուշադրությունը կենտրոնացնել այն հետագա ուսումնասիրության վրա։ Նրանց փորձագիտական ներքին ձայնը և երկրի վրա ստացած լայնածավալ պատրաստությունը իսկապես անքնահատելի արժեքներ են դինամիկ միջավայրերում։ Ռոբոտները աներևակայելի օգտակար գործիքներ են, մեր զգայարանների ու կարողությունների հզոր ընդլայնումներ, բայց տիեզերագնացներն իսկական հետազոտողներ են բառի ամենալայն իմաստով։ Նրանք տիեզերքում գիտական ձեռնարկումներին հաղորդում են հետաքրքրասիրության, անմիջական փորձի և սեփական մեկնաբանության այդ կարևոր մարդկային տարրը։
Նրանք կարող են նկարագրել ոչ միայն չմշակված տվյալները, այլև տեսարանները, նուրբ զգացողությունները և իրենց յուրահատուկ միջավայրի ընդհանուր պատկերը։ Անմիջական դիտարկման այս հարստությունը մի բան է, որը ցանկացած մեքենայի համար շատ դժվար է լիովին ընկալել կամ փոխանցել։ Միջազգային տիեզերակայանի նման ուղեծրային հարթակները, ըստ էության, եզակի, համաշխարհային կարգի լաբորատորիաներ են, որոնք թռչում են երկրի մակերևույթից բարձր։ Տարբեր երկրներից տիեզերագնացներ այնտեղ երկար ժամանակահատվածներով, հաճախ 6 ամիս կամ նույնիսկ ավելի երկար, միասին ապրում և համագործակցելով աշխատում են։ Այս բարդ կայանների ներսում նրանք իրականացնում են կարևոր գիտական փորձերի լայն ու բազմազան շարք։ Այս փորձերը օգնում են մեզ շատ ավելի լավ հասկանալ մեր տիեզերքը, մեր մոլորակը և նույնիսկ ինքներս մեզ։ Տիեզերքում իրականացվող հետազոտությունների հիմնական և շատ կարևոր ոլորտը մարդու օրգանիզմի ուսումնասիրություն ու տիեզերական բժշկությունն է։ Երկրի վրա գիտնականները չափազանց հետաքրքրված են ճշգրիտ իմանալու, թե ինչպես է մարդու մարմինը հարմարվում, կամ երբեմն վատ հարմարվում, միկրոգրավիտացիոն միջավայրի երկարատև ազդեցությանը մեծպո ազդեցությանը։ Տիեզերագնացներն իրենք են դառնում այս շարունակական հետազոտության կամավոր մասնակիցները, ուշադիր հետևելով սեփական առողջությանը։ Նրանք մանրակրկիտ հետևում են իրենց ոսկրային խտության, մկանային զանգվածի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի, տեսողության և իմունային համակարգի փոփոխություններին, օգնելու մեզ պատրաստվել ապագայի էլ ավելի երկար ու մեծ տիեզերական ճամփորդություններին։ Տիեզերագնացները ուղեծրում նաև խորանում են հիմնարար ֆիզիկայի, նորարարական նյութագիտության և հեղուկների բարդ դինամիկայի մեջ։ Տիեզերքի յուրահատուկ պայմաններում, հատկապես մշտական միկրոգրավիտացիայի պայմաններում, նրանք կարող են դիտարկել այնպիսի երևույթներ ու ֆիզիկական գործընթացներ, որոնք հեշտ չէ կրկնօրինակել կամ պահպանել երկրային լաբորատորիաներում։ Նրանք աճեցնում են ավելի մեծ, մաքուր բյուրեղներ առաջադեմ էլեկտրոնիկայի համար, փորձարկում են նոր համաձուլվածքների ու խելացի նյութերի վարքը և ուսումնասիրում այրման հիմնարար բնույթը այնպիսի եղանակներով, որոնք բոլորովին նոր պատկերացումներ են տալիս։ Այս փորձերը հաճախ կարող են հանգեցնել զգալի տեխնոլոգիական առաջընթացի մեր մոլորակի վրա։ Երկրի դիտարկումը մեկ այլ չափազանց կարևոր գիտական խնդիր է, որը ջանասիրաբար կատարում են տիեզերագնացները ուղեծրային կայաններում։ Իրենց անզուգական ուղեծրային դիրքից նրանք ստանում են մեր հայրենի մոլորակի ապշեցուցիչ, մանրամասն լուսանկարներ և հավաքում արժեքավոր տվյալներ սենսորներից։ Նրանք հետևում են եղանակային փոփոխություններին, դրանց զարգացման ընթացքում, հետևում անտառահատումների ու անապատացման լայնածավալ հետևանքներին։ Իրական ժամանակում դիտարկում բնական աղետները, ինչպիսիք են փոթորիկներն ու անտառային հրթիռները, և ուսումնասիրում համաշխարհային օվկիանոսային հոսանքները։ Տվյալների այս շարունակական հոսքը մեծապես օգնում է երկրի վրա գիտնականներին հասկանալու կլիմայի փոփոխությունը և ավելի լավ պաշտպանելու մեր թանկարժեք համաշխարհային միջավայրը։ Ապոլոն առաքելությունները դեպի Կուսին, որոնք տեղի են ունեցել 1969-ից մինչև 1972 թվականները, իսկապես պատմական և փոխակերպող իրադարձություններ էին մարդկության համար։ Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի նման տիեզերագնացները դարձան առաջին մարդիկ, ովքեր քայլեցին մեկ այլ երկնային մարմնի վրա։ Նրանք խիզախորեն ուսումնասիրեցին լուսնային մակերևույթը և հարյուրավոր կիլոգրամներով թանկարժեք լուսնային քարեր ու հողի նմուշներ բերեցին երկիր, մանրամասն ուսումնասիրության համար։ Այս եզակի նմուշները մեզ շատ բան սովորեցրին Լուսնի ծագման, նրա երկրաբանական պատմության և երկրի հետ նրա կապի մասին։ Այս լուսնային նմուշների վերլուծության միջոցով գիտնականները կատարեցին բեկումնային հայտնագործություն, որ Լուսինը, հավանաբար, ձևավորվել է վաղ Երկրի և Մարսի չափ երկնային մարմնի միջև տեղի ունեցած հսկայական բախման հետևանքով արտանետված բեկորներից։ Սա հսկայական բացահայտում էր, որը վերափոխեց արեգակնային համակարգի ձևավորման մասին մեր պատկերացումները։
Նմուշները ճշգրիտ ցույց տվեցին ուսնի տարիքը եւ նրա մանրամասն քիմիական բաղադրությունը։ Տիեզերագնացները իրենց հատուկ եւ գիտականորեն հետաքրքիր քարեր ընտրելու ունակությամբ հնարավոր դարձրին այս անհավանական գիտական թռիչքը։ Հաբլ տիեզերական աստղադիտակը մեզ տրամադրել է տիեզերքի երբևէ արված ամենազարմանալի եւ խորհրդանշական պատկերներից մի քանիսը։ Սակայն, այս անհավանական աստղադիտարանին անհրաժեշտ էին տիեզերագնացներ, տարիների ընթացքում դրա շարունակական շահագործումն ապահովելու եւ հնարավորություններն ընդլայնելու համար։ Մի քանի Space Shuttle առաքելություններ հատուկ գործարկվեցին Hubble-ն այցելելու եւ սպասարկելու համար։ Այս բարդ առաքելությունների ընթացքում տիեզերագնացները կատարեցին դժվարին տիեզերական զբոսանքներ, նոր, ավելի առաջադեմ գործիքներ տեղադրելու եւ խափանված հին բաղադրիչները վերանորոգելու համար։ Առանց տիեզերագնացների այս կարևոր սպասարկման առաքելությունների Hubble տիեզերական աստղադիտակը չէր կարողանա այդքան երկար գործել կամ հասնել գիտական արդյունքների այդքան բարձր մակարդակի։ Նրա շունչ կտրող հայտնագործությունները հեռավոր գալակտիկաների, աստղերի ծնդի ու մահվան եւ տիեզերքի տարիքի մասին, իրականում, այդ տիեզերագնացների հմտության ու խիզախության շնորհիվ են։ Նրանք գործում էին որպես տիեզերական մեխանիկներ, ապահովելով, որ տիեզերքի այս հզոր աչքը տասնամյակներ շարունակ բաց եւ սուր մնա։ 5-րդ բաժին։ Հայտնագործությունների գործիքներ։ Տիեզերական թռիչքներից ծնված տեխնոլոգիաներ։ Տիեզերքի հետազոտության ուժգին ձգտումը հետևողականորեն ընդլայնում է նորարարության եւ տեխնոլոգիական զարգացման սահմանները։ Շատ օգտակար տեխնոլոգիաներ, որոնք մենք այժմ օգտագործում ենք երկրի վրա մեր առօրյա կյանքում, սկզբնապես առաջացել են տիեզերական առաքելությունների համար հետազոտական եւ մշակման ջանքերից։ Այս գյուտերն ի սկզբանե մշակվել են տիեզերագնացների եւ տիեզերանավերի նախագծողների առջև ծառացած հատուկ դժվարին խնդիրները լուծելու համար։ Այժմ այս ուղեկից տեխնոլոգիաներն անթիվ ձևերով օգուտ են տալիս մեզ բոլորիս։ Դիտարկենք բժշկական զգալի առաջընթացները, որոնք իրենց արմատներն ունեն տիեզերական ծրագրերում։ Համակարգչային շերտագրության եւ մագնիսառեզոնանսային շերտագրության MRI նման տեխնոլոգիաների վրա ազդել են NASA-ի կողմից տիեզերքից ստացված նկարները վերլուծելու համար մշակված թվային պատկերների մշակման տեխնիկաները։ Break time will hot։ Տիեզերքի հեռավոր միջավայրում տիեզերագնացների առողջությունը վերահսկելու համար ստեղծված սարքերը ուղղակիորեն հանգեցրել են այսօր հիվանդանոցներում օգտագործվող հիվանդների վիճակի հետևելու բարելաված համակարգերի։ Նույնիսկ անլար էլեկտրական գործիքների նման առօրյա իրերն առաջին անգամ մշակվել են քուսնի վրա, Ապոլոն առաքելությունների ժամանակ տիեզերագնացների օգտագործման համար։ Ջրի մաքրման համակարգերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին տիեզերակայաններում, երկարատև առաքելությունների ընթացքում, տիեզերագնացների համար ջուրը վերամշակելու համար, այժմ օգտագործվում են աշխարհի այն տարածքներում, որոնք տառապում են անվտանգ կամ սակավ խմելու ջրից։ Տիեզերանավերի կառուցման եւ տիեզերագնացներին բարձր ջերմաստիճաններից պաշտպանելու համար մշակված հատուկ թեթև եւ բարձր դիմացկունության նյութերն այժմ ներառված են ամեն ինչում, սկսած հրշեջների առաջադեմ հանդերձանքից մինչև մարզիկների եւ արդյունաբերական աշխատողների պաշտպանիչ հագուստը։ Սրանք լայնածավալ ազդեցության ընդամենը մի քանի օրինակներ են։ Տիեզերքի աներևակայելի թշնամական եւ աններող միջավայրում տիեզերագնացներին անվտանգ, առողջ եւ արդյունավետ պահելու հիմնարար անհրաժեշտությունը մշտապես մղում է ինժեներներին ու գիտնականներին իրենց ստեղծագործական սահմաններին։ Նրանց առջև խնդիր է դրված մշակել բոլորովին նոր լուծումներ եւ նորարարական մոտեցումներ բարդ խնդիրներին։ Այս լուծումները, որոնք ծնվել են տիեզերքի հետազոտության անհրաժեշտությունից, հաճախ գտնում են անսպասելի, բայց արժեքավոր կիրառություններ տիեզերական թռիչքների ոլորտից շատ հեռու, զգալիորեն բարելավելով մեր կյանքի որակը, երկրի վրա բազմաթիվ ձևերով։ 6-րդ բաժին, անհրաժեշտ որակներ, տիեզերագնացի կերտումը։
Տիեզերագնաց դառնալը աներևակայելի դժվար եւ բարձր մրցակցային գործ է։ Հազարավոր հուսավար տեխնացուներ սովորաբար դիմում են ընդամենը մի քանի առկա տեղերի համար։ Տիեզերագնաց դառնալ ցանկացողներին ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ամուր ակադեմիական հիմք գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության կամ մաթեմատիկայի ոլորտում։ Շատ հաջողակ տիեզերագնաց տեխնացուներ փորձառու օդաչուներ են, բժիշկներ կամ կայացած գիտնականներ ու ինժեներներ։ Իրենց համապատասխան ոլորտներում, գիտական աստիճաններով եւ գործնական փորձով։ Տիեզերագնացի տեխնացուի հետագա պատրաստությունը հայտնի է իր խստությամբ, ֆիզիկապես պահանջկոտությամբ եւ մտավոր դժվարությամբ։ Տիեզերագնացները պետք է սովորեն շահագործել եւ սպասարկել չափազանց բարդ տիեզերանավերի համակարգերը, հասկանալով յուրաքանչյուր անջատիչ, սարք եւ ընթացակարգ։ Նրանք բազմաթիվ ժամերով զբաղվում են արտանավային գործունեությամբ կամ տիեզերական զբոսանքներով հսկայական ստորջրյա լողավազաններում, որտեղ նմանակվում են տիեզերքի անկշռության պայմանները։ Նրանք նաև լայնածավալ պատրաստություն են անցնում արտակարգ իրավիճակների ընթացակարգերի եւ վայրի բնության մեջ գոյատևման հմտությունների գծով։ Թիմային աշխատանքը եւ արդյունավետ հաղորդակցությունը բացարձակապես էական հմտություններ են ցանկացած տիեզերագնացի համար։ Տիեզերական առաքելությունների ընթացքում տիեզերագնացներն ապրում եւ աշխատում են շատ մոտ, սահմանափակ տարածքներում երկար ժամանակահատվածներով տնից եւ ընտանիքից հեռու։ Նրանք պետք է կարողանան հստակ հաղորդակցվել, արդյունավետ համագործակցել եւ լիովին վստահել միմյանց, հատկապես ճնշման տակ։ Նրանք որպես անձնակազմ լայնածավալ մարզվում են տարբեր արտակարգ իրավիճակների համար, սովորելով միասին հանգիստ եւ արդյունավետ լուծել խնդիրները, երբ իրավիճակը լուրջ է։ Ավելին, տիեզերագնացները պետք է պահպանեն գերազանց ֆիզիկական պատրաստվածություն եւ ցուցաբերեն բացառիկ մտավոր դիմացկունություն։ Նրանք պարբերաբար եւ մանրակրկիտ բժշկական զննումներ են անցնում, համոզվելու համար, որ բավականաչափ առողջ են տիեզերական թռիչքի դժվարությունների համար։ Նրանք նաև պետք է կարողանան հաղթահարել մեկուսացման, նորին, սահմանափակ տարածության եւ իրենց մասնագիտությանը բնորոշ վտանգների հոգեբանական սթրեսները։ Իսկապես պահանջվում է հատուկ տեսակի նվիրված, հմուտ եւ բազմակողմանի զարգացած անհատ այս բոլոր պահանջկոտ մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար։ 7-րդ բաժին։ Ապրել եւ աշխատել տիեզերքում։ Տիեզերագնացի փորձառությունը։ Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացների առօրյա կյանքը շատ ուշադիր եւ ճշգրիտ կերպով պլանավորվում է երկրի վրա գտնվող առաքելության կառավարման կենտրոնների կողմից։ Նրանց աշխատանքային օրվա զգալի մասը նվիրված է ամբողջ աշխարհի հետազոտողների համար գիտական փորձերի լայն տեսականի անցկացնելուն։ Նրանք նաև պետք է զգալի ժամանակ հատկացնեն հենց կայանի բարդ համակարգերի սպասարկմանը։ Սա ներառում է պարբերական ստուգումներ կատարելը, անհրաժեշտ վերանորոգումներ կատարելը եւ նույնիսկ առօրեական խնդիրներ, ինչպիսին է մաքրությունը, առողջ միջավայր ապահովելու համար։ Ֆիզիկական վարժությունները տիեզերքում տիեզերագնացի առօրյայի բացարձակապես կարևոր եւ պարտադիր մասն են։ Break time and time. Միկրոգրավիտացիայի պայմաններում մարդու մկանները կարող են թուլանալ, իսկ ոսկորները կարող են բավականին արագ կորցնել խտությունը, եթե դրան չհակազդեն։ Այս հետևանքներին դիմակայելու համար տիեզերագնացները պետք է ամեն օր առնվազն 2 ժամ ինտենսիվ մարզվեն։ Նրանք օգտագործում են հատուկ մշակված մարզասարքեր, ինչպիսիք են ամրագոտիներով վազք ուղիները եւ դիմադրողական վարժությունների սարքերը, որոնք հարմարեցված են անկշռության պայմաններում օգտագործման համար։ Երկրի հետ հաղորդակցությունը նույնպես ուղեցրում կյանքի շատ կարևոր եւ կանոնավոր մասն է։ Break time 1.0 Տիեզերագնացները մշտական կապի մեջ են ամբողջ աշխարհի առաքելության կառավարման թիմերի հետ, տրամադրելով թարմացումներ իրենց աշխատանքի վերաբերյալ եւ ստանալով հրահանգներ։ Նրանք նաև թանկարժեք հնարավորություններ ունեն խոսելու իրենց ընտանիքների եւ ընկերների հետ տանը, ինչն օգնում է պահպանել բարոյական օգին։ Երբեմն նրանք մասնակցում են կրթական միջոցառումների, ուղիղ եթերում խոսելով ուսանողների եւ հանրության հետ, կիսվելով իրենց փորձով եւ ոգեշնչելով հաջորդ սերնդին։
Չնայած պահանջկոտ գրաֆիկին եւ տիեզերքում ապրելու բնորոշ դժվարություններին, կան նաեւ իսկապես եզակի եւ անմոռանալի պահեր։ Երկիրը ուղեծրից տեսնելը, նրա վառ գույներն ու առանց սահմանների պտտվող ամդիտելը հաճախ նկարագրվում է որպես շունչ կտրող եւ կյանքը փոխող փորձառություն։ Անկշռության մեջ առանց ջանքերի լողալու պարզ հաճույքը նույնպես կարող է զվարճանքի եւ զարմանքի աղբյուր լինել։ Տիեզերագնացները հաճախ կիսվում են այս զարմանալի փորձառություններով, դառնալով տիեզերքի հետազոտության եւ մարդկային ներուժի հզոր դեսպաններ։ 8-րդ բաժին։ Վերջին ուղևորություններ։ Համանակակից տիեզերագնացները ընդլայնում են սահմանները։ Վերջին եւ ընթացիկ տիեզերական առաքելությունները շարունակում են զգալիորեն ընդլայնել տիեզերքի մասին մեր գիտելիքները եւ դրա ներսում մեր հնարավորությունները։ Օրինակ, NASA-ի Artemis ծրագիրը հավակնոտ նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա տարիներին մարդկանց վերադարձնել հուսին։ Break Time 2055 Artemis-ի առանցքային նպատակներից է լուսնային մակերևույթին իջեցնել առաջին կնոջը եւ առաջին գունամորթ մարդուն։ Սա ներառական հետազոտության եւ երկրից դուրս կայուն մարդկային ներկայություն հաստատելու ուղղությամբ կարևոր քայլ է։ Ներկայումս միջազգային տիեզերակայանում ապրող եւ աշխատող տիեզերագնացները մշտապես նոր եւ բեկումնային հետազոտություններ են իրականացնում։ Break Times will high. Օրինակ, նրանք մանրամասն ուսումնասիրություններ են կատարում, թե ինչպես են տարբեր տեսակի բույսերն աճում եւ բազմանում միկրոգրավիտացիայի պայմաններում։ Այս հետազոտությունը կենսական նշանակություն ունի փակ կենսաապահովման համակարգերի մշակման համար, որոնք անհրաժեշտ կլինեն դեպի Մարս եւ դրանից այն կողմ ապագա երկարատև առաքելությունների համար։ Նրանք նաեւ փորձարկում են նոր տեխնոլոգիաներ եւ նյութեր, որոնք նախատեսված են ավելի խորը տիեզերական ճանապարհորդությունների եւ հետազոտությունների համար։ Առևտրային տիեզերական թռիչքների ոլորտը նույնպես արագ աճ եւ վերափոխում է ապրում։ SpaceX-ի եւ Boeing-ի նման մասնավոր ընկերություններն այժմ parberabar տիեզերագնացներ են տեղափոխում միջազգային տիեզերակայան իրենց սեփական տիեզերանավերով։ Այս զարգացումը նոր հնարավորություններ է բացում ավելի շատ մարդկանց, այդ թվում հետազոտողների եւ ի վերջո զբոսաշրջիկների համար տիեզերք ճանապարհորդելու։ Այն նաև թույլ է տալիս NASA-ի նման ազգային տիեզերական գործակալություններին իրենց ռեսուրսներն ավելի շատ կենտրոնացնել արեգակնային համակարգի ավելի հեռու ուղղված առաջնային առաքելությունների վրա։ Զգալի իրադարձություն տեղի ունեցավ, երբ տիեզերագնացներ Քրիստինա Քոխը եւ Ջեսիկա Մեյրը իրականացրին առաջին զուտ կանանցից բաղկացած տիեզերական զբոսանքը միջազգային տիեզերակայանից դուրս։ Սա պատմական եւ ոգեշնչող պահ էր, որն ընդգծում էր տիեզերագնացների կազմի զարգացող բնույթը։ Քննալով ավելի բազմազան անձնակազմերը տիեզերական առաքելություններին բերում են հեռանկարների, հմտությունների եւ փորձառությունների ավելի լայն շրջանակ։ Այս բազմազանությունն ուժեղացնում է մարդկային տիեզերական հետազոտությունների կարողությունները եւ ավելի լավ է արտացոլում մարդկությունը որպես ամբողջություն, երբ մենք ուղևորվում ենք տիեզերք։ 9-րդ բաժին, հաջորդ հսկա թռիչքը, ապագա սահմաններ եւ մնայուն տիեզերագնացը։ Մարդկային տիեզերական հետազոտությունների ապագան աներևակայելի հետաքրքիր է եւ լի խիզախ ձգտումներով։ Մարդկություն այժմ լրջորեն դիտարկում է տիեզերագնացներ ուղարկել Մարս եւ հնարավոր է դրանից այն կողմ։ Break Time Nitsers Առաքելությունները դեպի Կարմիր մոլորակ բացառիկ երկար ու տեխնիկապես դժվարին կլինեն, տևելով տարիներ։ Տիեզերագնացների հմտությունները, դիմացկունությունը եւ խնդիրներ լուծելու ունակությունները բացարձակապես առանցքային կլինեն այս հսկայական ձեռնարկումների հաջողության համար, ավելի քան երբևէ։ Մեզ անկասկած անհրաժեշտ կլինեն տիեզերագնացներ, կուսնի եւ, ի վերջո, Մարսի վրա առաջին բնակավայրերն ու հետազոտական կայանները հիմնելու համար։ Նրանք կլինեն այն մարդիկ, ովքեր կանցկացնեն մանրամասն երկրաբանական հետազոտություններ, կփորեն ռեսուրսներ, ինչպիսին է ջրային սառույցը, եւ կփնտրեն անցյալի կամ ներկայի մանրէաբանական կյանքի որևէ նշան։
Նրանց օտար աշխարհներում բարդ միջավայրերը դիտարկելու, մեկնաբանելու եւ անկանխատեսելի հանգամանքներին հարմարվելու ունակությունը շատ ավելի կարևոր կլինի, քան երբևէ։ Ռոբոտները անշուշտ կօգնեն, բայց մարդ հետազոտողները կղեկավարեն այս առաջնային ջանքերը։ Գիտելիքի մեր անհակ ծարավն ու հետազոտելու մեր բնածին ձգտումն է, որ մեզ առաջ է մղում որպես տեսակ։ Տիեզերագնացները կատարելապես մարմնավորում են հայտնագործության և արկածախնդրության այս մնայուն։ Նրանք իրենց հետ տանում են մեր հավաքական հույսերը, երազանքներն ու ձգտումները, երբ խիզախորեն ուղևորվում են տիեզերքի անծայրածիր անհայտություն։ Նրանք բոլորիս համար հզոր հիշեցում են այն մասին, թե ինչի կարող է հասնել մարդկությունը, երբ մենք միասին աշխատում ենք ընդհանուր, հավակնոտ նպատակների ուղղությամբ։ Քանի դեռ մենք շարունակում ենք ձգտել ավելի հեռու, տիեզերք, դեպի նոր երկնային մարմիններ և ավելի խորը հասկացողություն, տիեզերագնացի դերը կշարունակի բացարձակապես կենտրոնական լինել մեր ջանքերում։ Նրանք պարզապես ուղևորներ չեն ճանապարհորդության ընթացքում։ Նրանք ակտիվ մասնակիցներ են, հմուտ օպերատորներ և տեղում գործող գիտնականներ։ Նրանք այն ձեռքերն են, աչքերն ու ստեղծագործ միտքը, որոնք անդադար ընդլայնում են մարդկային գիտելիքի և փորձի սահմանները։ Հայտնագործությունների մեծ ճանապարհորդությունը նոր է սկսվել։